Վերջին շրջանում առանձին հոգևորականներ Սուրբ Պատարագի արարողության ընթացքում միտումնավոր զեղչել են ամենայն հայոց կաթողիկոսի եւ թեմակալ առաջնորդի անունները։ Դրանք այն պատարագներն են, որոնց ներկա է եղել Հայաստանի վարչապետը։ Նոյեմբերի 9-ին Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում առաջին նման պատարագը մատուցվեց Թադէ քահանա Թաղմասյանի ձեռամբ։ Վայոց ձորում առանց կաթողիկոսի անվան հիշատակման պատարագը մատուցվեց Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Պատարագին մասնակցում էր վարչապետը, պետական այրեր եւ թեմակալ առաջնորդ Աբրահամ arczepiskopos Մկրտչյանը։ Պատարագիչը Հովհաննես քահանա Մաթեւոսյանն էր։ Պատարագի բնականոն ընթացքը խախտվեց նաեւ նոյեմբերի 23-ին։ Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում Երվանդ քահանա Բաբայանը թեմակալ առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի ներկայությամբ զեղչեց հատվածը, որտեղ հայ եկեղեցու հայրապետի անունն է հիշատակվում։ Այդ պատարագին եւս հանդիսավորությամբ պետական պաշտոնյաներից բաղկացած շքախմբով մասնակցեց Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Պատարագում հայրապետի անվան զեղչման հետ կապված մայրաթոռը հայտարարություն տարածեց։ Նոյեմբերի 25-ին Սուրբ Էջմիածնում գումարվեց հայաստանյան եպիսկոպոսների եւ թեմակալ առաջնորդների ժողով։ Եպիսկոպոսաց դասը դատապարտեց երևույթը, քանի որ եկեղեցաբանական տեսանկյունից այն հակականոնական է եւ կարող է հանգեցնել հերձվածի։ Ընդգծվեց, որ նման գործողությունները ենթակա են խստագույն պատժի, եթե եկեղեցականը չզղջա եւ չսրբագրի իր հակականոնական ընթացքը սահմանված կարգով։ Պատարագի կանոնական ընթացքից շեղումը քննադատեցին եւ դատապարտեցին հոգևորականներ, այդ թվում այն թեմերից, որտեղ նման շեղում էր եղել։ Մասյացոտնի թեմում Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հովիվ Տիրան քահանան Facebook սոցիալական ցանցի իր էջում գրառում կատարեց։ Այս արարքը հանդիսանում է եկեղեցական սուրբ կանոնի կոպիտ խախտում եւ առաջացնում է խորը մտահոգություն։ Հույս ունեմ, որ Տեր Երվանդը կգիտակցի իր հակականոնական կեցվածքի ողջ ծանրությունը, կհասկանա դրա նկատմամբ հոգևորականության եւ հավատացյալների մտահոգությունը եւ անկեղծորեն կզղջա, նշել է Տեր հայրը, հաստատելով, որ Աստծո առաջ միացնայեջ Սուրբ Խորանին արված իր ուխտին հավատարիմ ու անսասան է։ Ծառայակից քահանայի արարքը դատապարտել են նաեւ նույն թեմի մի քանի այլ քահանաներ եւս։ Քահանաները հրապարակումներում նշել են, որ հավատարմությունը, մայրաթոռի հանդեպ սերն ու նվիրվածությունը հոգևորականի համար անխախտ ուխտ պիտի լինեն, իսկ եկեղեցու կանոնական, աստվածաբանական, դավանաբանական հարցերի ոտնահարումը դատապարտելի։ Արագածոտնի թեմի հոգևոր հովիվներից Սարգիս քահանա Սարգսյանը առանձին հրապարակմամբ նաև իր հավատարմությունն է հայտնել հայ եկեղեցու գահակալին, Գարեգին II ամենայն հայոց հայրապետին եւ ապաշխարության կոչել կանոնական ճանապարհից շեղված հոգևորականներին։ Ղրիմում ծառայության կոչված Զարեհ քահանա Աշուրյանը, որը նախկինում ծառայել էր Մասյացոտնի թեմում, սոցցանցերում որդիական իր սերն ու անվերապահ հավատարմությունն էր հայտնել հայ եկեղեցու ընտրյալ եւ օծյալ հայրապետին, նաեւ հիշեցրել ուրացողներին սպասվող դառը ճակատագրի մասին։ Այդ օրերին մայրաթոռի դիվանապետի Արշակ arczepiskopos Խաչատրյանի հարցին անդրադարձող դիմում փաստաթղթի արտահոսք եղավ մամուլում։ Նոյեմբերի 19-ի ամսաթվով այդ գրությունից իմանում ենք, որ Արշակ arczepiskoposին վերագրվող տեսանյութերի հարցով Սուրբ Էջմիածնում հանձնախումբ է ստեղծվել։ Մասնավորաբար թղթում նշվում է, որ փորձաքննության համար անհրաժեշտ է տուժող կողմի կամ մայրաթոռի դիմումը, որպեսզի պետական պատկան մարմինները կատարեն անկախ փորձաքննություն եւ տրվի վերջնական եզրակացություն։ Հանձնախմբի 7 անդամներից 4-ն էին ստորագրել դիմումը։ Մի քանի օր անց լրատվամիջոցներում նոր փաստաթուղթ հայտնվեց։ Այն այս անգամ էլ վերագրվում էր Արշակ Սրբազանի հարցն ուսումնասիրող Էջմիածնական հանձնախմբին եւ կրում էր ներկայացված 13 հոգանոց ցանկից 9 եպիսկոպոսի ստորագրություն։ Փաստաթղթի տեքստում ասվում էր, որ հանձնախումբը դիմել է քննչական կոմիտե Սրբազանին վերագրվող տեսանյութերի հարցով եւ նոյեմբերի 25-ին ստացել պատասխան դրանց իսկական լինելու մասին։ Մինչդեռ այդ տեսանյութերի իսկության մասին քննչական կոմիտեի պաշտոնական եզրակացությունը, չնայած հայտարարության մեջ եղած պնդումին, հանրայնացված չէ։ Այն չի ուղարկվել մայրաթոռ, դրան ծանոթ չէ անգամ Սրբազանի փաստաբանը։
Այսինքն կամ քննչական կոմիտեն ապօրինաբար փորձաքննության արդյունքները տրամադրել է մասնավոր անձի կամ եպիսկոպոսների անունից հրապարակված թուղթը կեղծիք է պարունակում։ Արշակ Սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը Facebook-յան իր էջում այդ մասին գրառում է արել, որում մասնավորաբար ասվում է. Արշակ arczepiskopos Խաչատրյանի այդ վարույթի շրջանակում հարցաքննության ընթացքում ոչ իրեն, ոչ էլ ինձ առանցին չի ներկայացվել որևէ որոշում փորձաքննություն նշանակելու մասին, ինչպես նաև չի ներկայացվել որևէ փորձաքննության եզրակացություն։ Սա ողջամտորեն ձևավորում է հիմնավոր համոզմունք, որ նման փորձաքննություն ոչ նշանակվել է, ոչ էլ իրականացվել։ Այդ պնդումը հիմնված է Հայաստանի քրեական դատավարության օրենսգրքով սահմանված փորձաքննություն նշանակելու եւ իրականացնելու ընթացակարգերի վրա։ Բացի այդ, ակնհայտ է, որ եթե նույնիսկ նման փորձաքննության եզրակացություն գոյություն ունենար, այն չէր կարող տրամադրվել որևէ այլ անձի, այդ թվում հիշատակվող եպիսկոպոսներին նախաքննության գաղտնիության պահանջների պատճառով։ Եպիսկոպոսների հայտարարության մեջ նաև ասվում է, թե Գարեգին II հայրապետը մեկ ամիս է չի անդրադառնում խնդրին, թեև հանձնախումբն իր վերջնական հիմնավոր եզրակացությունը չի տվել Նորին Սրբությանը։ Ավելին, հանձնախմբի անդամ Խաժակ arczepiskopos Պարսամյանը դիմել էր վեհափառ հայրապետին վերանայելու հանձնախմբի կազմն ու աշխատանքը։ Մինչ հանրությունը տարակուսած քննարկում էր փաստաթղթի եւ ստորագրությունների իսկությունը, պարզվեց, որ Արթիկի, Գերմանիայի եւ Դամասկոսի հայոց թեմերի առաջնորդները Նարեկ, Սերովբե եւ Արմաշ սրբազանները, որոնց անունները նույնպես նշված էին հայտարարության մեջ, այդ փաստաթղթի տակ չեն ստորագրել։ Նույն օրը փաստաթուղթը ստորագրած 8 եպիսկոպոսներին ընդունեց Հայաստանի վարչապետը։ Հանդիպումը մեծ աղմուկ բարձրացրեց հանրության շրջանում։ Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը իր Facebook-յան էջում գրել է. ցանկացած հոգևորականի թիրախավորումը, վարկաբեկման փորձերը, շինծու տեղեկությունների տարածումը իշխանության կամ ընդդիմության ներկայացուցիչների եւ համակիրների կողմից հավասարապես դատապարտելի են։ Հոգևորականներս, նաև բարձրաստիճան, անսխալական չենք, ամենասուր կերպով քննադատեք մեզ, բայց քննադատությունն ու զրպարտությունը տարբերակեք իրարից։ Սերովբե Սրբազանը 168 ժամ լրատվականին հեռախոսազանգով հաստատել է իր դիրքորոշումը։ Եպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարությունը խեղաթյուրումներով շարադրված տեքստ է։ Մի շարք տեղեկություններ եւ պնդումներ չեն համապատասխանում իրականությանը։ Պատասխան հայտարարությամբ անմիջապես հանդես էր եկել Մայրաթորի տեղեկատվական համակարգի պատասխանատու Եսայի քահանան, հորդորելով սպասել պաշտոնական լուսաբանումների։ Նոյեմբերի 28-ին Մայրաթորում վեհափառ հայրապետի եւ Գերագույն հոգևոր խորհրդի անդամների հետ հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ եպիսկոպոսների անունից տարածված հայտարարությանը։ Արձանագրվեց, որ հիշյալ շարադրանքն ամբողջապես խեղաթյուրված է ներկայացնում Արշակ arczepiskopos Խաչատրյանի խնդրով ստեղծված հանձնախմբի աշխատանքը։ Հանձնախումբը ըստ էության որևէ նիստ չի գումարել եւ անգամ հնարավորություն չի ընձեռել Արշակ Սրբազանին հանդիպելու իր հետ ամենայն հայոց կաթողիկոսին ներկայացված եզրակացությունը պատշաճ ընթացակարգով չի կազմվել։ Բացի այդ, հանձնախմբի կողմից որևէ պաշտոնական դիմում չի կատարվել քննչական կոմիտե Սրբազանին վերագրվող տեսանյութի փորձաքննության համար, իսկ հանձնախմբի առանցին անդամի կողմից ստացված եզրակացությունը ձեռք է բերվել օրենքի ակնհայտ խախտումով, սպառիչ եւ լիարժեք չէ եւ չի կարող արժանահավատ նկատվել։ Գերագույն հոգևոր խորհրդի անդամների հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջական։ Նոյեմբերի 28-ին Մայրաթոր Սուրբ Էջմիածնում նորին Սուրբ Օծություն Տեր Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ նախատեսված էր Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանաբնակ անդամների ժողով, որի իրավազոր նիստը հնարավոր չեղավ գումարել Տեր Նավասարդ arczepiskopos Կճոյանի, Տեր Աբրահամ arczepiskopos Մկրտչյանի, Տեր Վազգեն arczepiskopos Միրզախանյանի, Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի, Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի բացակայության պատճառով։ Այնուամենայնիվ ներկա ժողովականները մասնավոր անդրադարձ ունեցան նոյեմբերի 27-ին 9 եպիսկոպոսների ստորագրությամբ հրապարակված հայտարարությանը։ Արձանագրվեց, որ հիշյալ շարադրանքն ամբողջապես խեղաթյուրված է ներկայացնում Տեր Արշակ arczepiskopos Խաչատրյանի խնդրով ստեղծված հանձնախմբի աշխատանքը։ Հանձնախումբը ըստ էության որևէ նիստ չի գումարել եւ անգամ հնարավորություն չի ընձեռել Արշակ Սրբազանին հանդիպելու իր հետ, իսկ ամենայն հայոց կաթողիկոսին ներկայացված հանձնախմբի անդամների եզրակացությունը
պատշաճ ընթացակարգով չի կազմվել։ Նշվեց նաև, որ հանձնախմբի կողմից որևէ պաշտոնական դիմում չի կատարվել քննչական կոմիտե Սրբազանին վերագրվող տեսանյութի փորձաքննության համար, իսկ հանձնախմբի առանձին անդամի կողմից ստացված եզրակացությունը ձեռք է բերվել օրենքի ակնհայտ խախտումով, սպառիչ եւ լիարժեք չէ եւ չի կարող արժանահավատ հիմք ծառայել, որովհետեւ չէր կարող ընդունելի նկատվել հայոց հովվապետի կողմից։ Տեղեկացվեց նաև, որ նոյեմբերի 24-ին հանձնախմբի ատենապետ Տեր Խաժակ arczepiskopos Սպարսամյանը, հաշվի առնելով առկա հանձնախմբի արդյունավետ աշխատելու դժվարությունները, գրություն է ուղղել վեհափառ հայրապետին, առաջարկելով հարցի արդար քննության իրականացման համար ձևավորել 3 անձինց կազմված նոր հանձնախումբ, որը կարող է նաև քննարկել Սրբազանի ծառայության արժամյա կասեցման հարցը մինչև հանձնաժողովի աշխատանքների ավարտը։ Նոր հանձնախմբի առաջարկի վերաբերյալ նոյեմբերի 25-ին իրազեկվել են եւ համաձայնություն տվել գործող հանձնախմբի անդամները։ Այսու ակնհայտ է, որ հայտարարության մեջ ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին հնչեցվող մեղադրանքները բացարձակ անհիմն են եւ շինծու, Սրբազանի անձի թիրախավորումը ու կանխակալ կարծիքների ձևավորումը անթույլատրելի։ Դատապարտելի եւ անընդունելի համարելով որդեգրված սույն կեցվածքը, ժողովականները խիստ հրամայական նկատեցին, որ եկեղեցականները վերադառնան կանոնական դաշտ, իրենց մտահոգություններն արծարծելով եկեղեցու բարձրագույն ժողովական մարմիններում եւ չխաթարեն եկեղեցու միաբանությունը։